Խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քաղաքացիների թիվը 2,485,232 է։ Միգրացիա և քաղաքացիության ծառայության տվյալներով գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը 22,742 է, հաշվառում չունեցող ընտրողներինը 492, իսկ տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողներինը 8։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստացել է Ռուսաստանի սահմանափակումների վերաբերյալ պաշտոնական ծանուցումը։ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ արդեն սկսել են բանակցությունները խնդրի պատճառները հասկանալու և անհրաժեշտ կարգավորումներ իրականացնելու նպատակով, իսկ արդյունքների վերաբերյալ տեղեկությունը կհրապարակեն առաջիկայում։ Նախօրեին Ռոսսելխոզնadzորը հայտարարել էր, որ մայիսի 30-ից սահմանափակվում է Հայաստանից պտուղ բանջարեղենի ներկրումը։ Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենապահանջված ուղղություններից է լինելու հունիսին։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Հայաստանը Բելարուսի, Վրաստանի, Թուրքիայի և Ղազախստանի հետ ընդգրկվել է 2026 թվականի հունիսին ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների հնգյակում։ Երևանի Գուրգինյան փողոցում ծառայություն իրականացնելիս պարեկները կասկածելի վարքագիծ դրսևորած Nissan Magnişi ավտոմեքենայի վարորդին ձերբակալել են թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով։ 31-ամյա երևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 14 փաթեթ։ Նա պատմել է, թե թմրամիջոցը ձեռք է բերել Telegram հավելվածի միջոցով, իրացնելու նպատակով։ Երիտասարդին ներկայացրել են նախաքննական մարմին, իսկ ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք։ Հունիսի 1-ից 7-ը հայաստանյաց առաքելական եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի օրհնությամբ։ Այդ օրերին հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն սրբազան մասունքներ, այդ թվում Քրիստոսի խաչափայտի մասունքը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աչը և Սուրբ Սահակ Պարթևի մասունքը։ Տոնական օրերին Մայր աթոռում և Հայաստանի տարբեր վանքերում կմատուցվեն սուրբ պատարագներ, ինչպես նաև կկատարվեն մասունքների թափորներ դեպի Սուրբ Ռիքսիմե, Սուրբ Գայանե, շողակաթ վանքեր և խոր վիրապ։ Շաբաթվա ավարտին հունիսի 7-ին Մայր տաճարում կմատուցվի կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի սուրբ պատարագը, որի ավարտին կկատարվի մաղթանք Մայր աթոռի անսասանության և պայծառության համար։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։